Ինչ են գրում թերթերը։ Որտեղ է ճշմարտությունը։ Մենք ներկայացնում ենք և վերլուծում։ Դուք տալիս եք ձեր գնահատականը։ Մամուլի տեսություն կամ մամուլի մոնիթորինգ։ Օրվա հանրապետական մամուլի տեսությունն է Արմ ռադիոյի եթերում։ Նոր աշխատանքային շաբաթը մեկնարկեց երկրի համար նշանակալի իրադարձությունների նոր շրջափուլով։ Տեղի ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարը, պաշտոնապես մեկնարկել է ընտրական մրցապայքարը։ Այս եւ այլ ուշագրավ իրադարձությունների մասին է գրում այսօրվա մամուլը։ Մարտի 10-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարը, գրում է Հայաստանի Հանրապետությունը։ Հաշվետու զեկույցով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության նախագահ եւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։ Համագումարի ընթացքում տեղի է ունեցել ՀՀԿ նախագահի ընտրություն։ Բաց քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։ Նա վստահեցրել է, որ ամենայն պատասխանատվությամբ եւ եռանդով շարունակելու է ղեկավարել ՀՀԿ-ն։ Մեջբերեմ Մենք այլ նպատակ չունենք, հայտարարեց Սարգսյանը եւ շնորհակալություն հայտնեց իրեն ընտրելու համար։ ՀՀԿ առաջնորդի առաջարկով կուսակցության գերագույն մարմնի կազմը ընդլայնվեց 14-ից հասնելով 19-ի։ Չդադարեցնելով համագումարի աշխատանքները անցկացվեց գործադիր մարմնի առաջին նիստը։ Որոշվեց ՀՀԿ խորհրդի կազմը հաստատել 132 մարդ նախկին 118-ի փոխարեն։ Թվերը պետք է արտացոլեն կուսակցության դերակատարումը մեր երկրում։ Խորհրդի անդամները կարող են ապահովել կապը շարքային կուսակցությունների հետ եւ ներկայացնել մեր կուսակցությունը տարբեր հարթություններում, ասել է Սերժ Սարգսյանը։ Պաշտոնական Բաքուն հույս ունի, որ Ռուսաստանն ավելի մեծ ջանքեր կգործադրի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար եւ դրան կդարձնի ավելի գործուն։ Այդ մասին ասել է Իլհամ Ալիևի աշխատակազմի բաժնի վարիչ Ալի Հասանովը։ Հասանովը նման ցանկություն է հայտնել ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչ կարելի է ակնկալել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Վլադիմիր Պուտինի նախագահության շրջանում։ Ազգորաթերթը գրում է. Ադրբեջանցի պաշտոնյան շարունակելով միտքը շատ հեռուն գնացող միտք է հնչեցրել։ Նրա կարծիքով, եթե Ռուսաստանը ավելի ակտիվ չլինի այդ հարցում, չմեծացնի ջանքերը, ապա ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ այլ միջազգային կազմակերպություններ չեն կարողանա լուրջ առաջընթացի հասնել այդ ասպարեզում։ Հասանովը իր մոտեցումը բացատրելիս նկատել է տվել, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի վրա ազդեցության կարևոր լծակներ ունի տնտեսական, սոցիալական, ռազմական, աշխարհաքաղաքական եւ անվտանգության հարցերում։ Դրա համար էլ Ռուսաստանը ցույց տալով շոշափելի ճնշում Հայաստանի վրա կարող է նրան ուղղորդել կառուցողական հուն։ Կարելի է այսպիսով ենթադրել, որ Իլհամ Ալիևը անոնսավորում է Ռուսաստանի հետ հարաբերությունների օրակարգը։ Երեք պաշտոնապես մեկնարկել է ընտրական մրցապայքարը։ Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սկսվել է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը, որը կավարտվի մարտի 22-ին։ 168 ժամը տեղեկացնում է, որ երեկվա դրությամբ իրենց փաստաթղթերը ներկայացրել են հատուկենտ թվով մեծամասնական թեկնածուներ։ Որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք դեռևս կենտրոնական ընտրական հանձնաժողովին փաստաթղթեր չեն ներկայացրել։ Բարբերականը գրում է. Հաշվի առնելով քաղաքական դաշտում որոշ իշխանական եւ ընդդիմադիր կուսակցություններում ընթացող ներքին գործընթացները, գրեթե բոլոր քաղաքական ուժերը իրենց համամասնական ցուցակներն ու մեծամասնական թեկնածուների անունները կհրապարակեն լավագույն դեպքում հաջորդ շաբաթվա սկզբին կամ հենց մարտի 22-ի նախօրեին։ Այսինքն երեկվանից սկսած հասարակության գոնե քաղաքականապես ակտիվ հատվածը ապրելու է սպասման ինտրիգային մթնոլորտում։ Գնահատականները, որ այս ընտրությունները բեկումնային են լինելու Հայաստանի համար, կհաստատվեն կամ կհերքվեն մարտի 22-ին հայտնի դարձրած ընտրացուցակներով, քանի որ նաև դրանց բովանդակությունից է կախված լինելու եւ ընտրությունների ընթացքը եւ նոր խորհրդարանի որակը կամ հակառակը։ Նույն պարբերականը հաղորդում է, որ ազգային ժողովի նախկին падգամավոր Խաչատուր Սուքիասյանը երեք տեղամասային ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Հիշեցնենք, որ Սուքիասյանը մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը առաջադրել է թիվ 10 ընտրատարածքում, իսկ հա ազգային ժողովի ԲՀԿ-ական падգամավոր նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում։ Շրջանառվող լուրերի համաձայն այս ընտրատարածքում առաջադրվելու է նաև ՀՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, հաղորդում է 168 ժամը։
Երեք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, ընդդիմադիր ուժերը պետք է ուժ գտնեն մեծամասնական ընտրակարգերում համատեղ պայքարի համար։ Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան յուրաքանչյուր տեղամասում ապահովել 5-ից 10 վստահված անձ, դա կարող է փոխել ընտրության ելքը, Քոքոբելյանը մասնավորապես ասել է. Մեջբերեմ. Ազատ դեմոկրատներ կուսակցությունը պատրաստ է մեծամասնական ընտրատարածքներում աջակցել ոչ միայն իր, այլև մյուս ընդդիմադիր ուժերի թեկնածուներին։ Ինչ վերաբերում է Ժառանգություն կուսակցության հետ ընտրություններում դաշինքով հանդես գալու հնարավորությանը, Քոքոբելյանը ասել է, որ համագործակցության սկզբունքների մասին կհայտարարվի Ազատ դեմոկրատների մարտի 16-ին կայանալիք համագումարում։ Պատասխանելով հարցին, թե հնարավոր դաշինքի դեպքում ով կգլխավորի համամասնական ցուցակը, Քոքոբելյանը ասել է, որ ցուցակի առաջին տեղում տեսնում է Ռաֆի Հովհաննիսյանին։ Ի տարբերություն ազգային ժողովի նախորդ ընտրությունների, այս անգամ չեն լինի ընտրատարածքներ, որտեղ մեծամասնական ընտրակարգով մեկ թեկնածու կառաջադրվի, քանի որ նման ընտրատարածքներում ընտրությունները կհամարվեն չկայացած։ Ընտրությունները կայացած համարելու համար անհրաժեշտ է, որ 2 եւ ավելի թեկնածու գրանցվի, որից հետո մեկը կարող է ինքնաբացարկ հայտնել։ Այսպես է պահանջում Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգիրքը։ Հայկական ժամանակի թղթակիցը Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանից հետաքրքրվել է, թե Ռոբերտ Քոչարյանին ԲՀԿ համագումարին մասնակցելու հրավիրատոմս ուղարկվել է, որին ի պատասխան Գալստյանն ասել է, որ ոչ, համագումարին մասնակցելու հրավեր ուղարկվել է միայն խորհրդարանական խմբակցություններին՝ ՀՀԿ-ին, Հույդային, ՕԵԿ-ին եւ Ժառանգությանը։ ԲՀԿ համագումարը տեղի կունենա մարտի 17-ին։ Ինչ վերաբերում է ընդդիմության թեկնածուների առաջադրմանը, իդեմս Հայ ազգային կոնգրեսի, ապա վերջիններս չեն շտապել գրանցվել կամ բացահայտել իրենց համամասնական ցուցակները, սակայն ըստ տեղեկությունների ՀԱԿ ցուցակն արդեն պատրաստ է։ Ընդ որում, ինչպես արդեն հայտարարվել էր, այն կազմել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հրապարակ օրաթերթը փորձել է պարզել ցուցակի առաջին վեցնյակը։ Պարբերականը գրում է. Առաջին 3 տեղերը վաղուց էին հայտնի Լևոն Տեր-Պետրոսյան, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյան, Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան։ Ցուցակի 4-րդ հորիզոնականում լինելու է ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ցուցակի առաջին տիկինը, ինչպես եւ սպասելի էր ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն է, 6-րդ տեղում։ Համաձայն ՀՀԿ նոր կայքի ՀՀԿ խորհրդի կողմից հանվել է Վարդան Ղուկասյանի անունը։ Հրապարակ օրաթերթը հարցի առնչությամբ Ղուկասյանից հետաքրքրվել է, թե հնարավոր է, որ իրեն հանած լինեն ՀՀԿ խորհրդից, ինչին ի պատասխան վերջինս պնդել է, որ ինքը խորհրդի անդամ է։ Ինչ վերաբերում է ՀՀԿ կայքում իր անունը չլինելու փաստին, Ղուկասյանն ասել է. «Ես այդպիսի բան չգիտեմ»։ Գյումրիի հետ կապված մյուս հարցերին Ղուկասյանը հրաժարվել է պատասխանել։ ՀՀԿ-ականը ԲՀԿ-ից օգնություն է խնդրում։ Քաջարան գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դիմել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, խնդրելով ֆինանսապես աջակցել գյուղի ճանապարհները բարեկարգելու համար։ 168 ժամի թղթակիցը հարցի առնչությամբ գյուղապետից հետաքրքրվել է, թե ՀՀԿ-ական լինելով ինչու է դիմել մեկ այլ կուսակցության ղեկավարի, ինչին ի պատասխան Աթայանն ասել է. Մեջբերեմ. Ես կուսակցությունը չեմ խառնում։ 3 տարի առաջ մենք խնդրել էինք ԲՀԿ նախագահին եկեղեցու վերանորոգման համար գումար տալ, եւ նա 4 միլիոն դրամ գումար տվեց։ Ես չէի, մեր գյուղացիներից մեկն էր դիմել նրան որպես բարերարի։ Հիմա էլ ես եմ դիմում, որ օգնի 1.5 կիլոմետր ճանապարհը սարքենք։ Ինչ վերաբերում է ամիսներ առաջ գյուղապետի պաշտոնից հրաժարվելու եւ ՀՀԿ շարքերից դուրս գալու մասին նրա դիմումներին, ապա ՀՀԿ-ական գյուղապետը ասել է. «Իմ դիմումներն էլի ուժի մեջ են, ես ոչ դիմում եմ վերցրել, ոչ մի բան։ Մարզպետը ինձ կանչել, ասել է գնացեք աշխատեք, եթե որոշումն անվավեր ճանաչվի, ես իմ դիմումները ետ կվերցնեմ»։ 10 տարվա ընթացքում Շիրակի մարզը Ջայլամի միս կարտահանի, գրում է Առավոտ օրաթերթը։ Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը որոշել է այս անգամ վերընտրվելու դեպքում իր ընտրատարածքում Ամասիայում եւ Աշոտսկում Ջայլամի գործ դնել։ Աղաբաբյանը մասնավորապես ասել է. «Շատ ծրագրեր կան իրականացնելու, եթե ծրագրերից խոսեմ շատ երկար կլինի, բայց մենք մտածել ենք մի ծրագիր, որը, ասենք, հիմնական սննդարդյունաբերության հետ է կապված, եւ դա չի լինի, ասենք, միայն իմ ընտրատարածքում, այլ ամբողջ Շիրակի մարզի մակարդակով։ Իմ ընտրողները արդեն գիտեն, որ դա կլինի ընտրություններից հետո, ոչ թե ընտրություններից առաջ։ Ունենք մասնագետ, որը Աֆրիկայում է ապրել եւ ջայլամների հետ աշխատել։ Փորձում ենք հասկանալ, թե մի կովը եթե մի հորթ է տալիս, ջայլամը 50 ձակ է տալիս եւ համարյա 2 տարվա մեջ նույն կովի քաշին է լինում միսը։ Այսպես ասեմ, ավելի լավ, ավելի էկոլոգիապես մաքուր, ինչի չանցնենք այդ ծրագրին, որը արդեն բավական լուրջ ժամանակ քննարկվել է եւ ունենք նաեւ ինվեստորը, պատրաստվում ենք մայիսի վերջին հունիսի սկզբներին ջայլամի ծրագիրն անել, էկոլոգիապես մաքուր միսը, ոնց են ասում, առանց խոլեստերինի, ինչի՞ չէ։
Բազմացման չափերը այնպիսին են, որ 10 տարվա ընթացքում երևի Շիրակի մարզը միս կարտահանի առանց մտածելու նախ Հայաստանին կապահովի, հետո կարտահանի։ Արմավիա ավիաընկերության Զվարթնոց օդանավակայանի ներկայացուցիչները 3 բանակցություններ են սկսել։ Արմավիան պահանջում է 25%-ով իջեցնել իր չվերթների սպասարկման սակագինը, որպես ազգային փոխադրողի։ Հայկական ժամանակը թեմային անդրադառնալով գրում է. իսկ եթե Զվարթնոց օդանավակայանը հրաժարվի Արմավիայի համար զեղչված սակագներ կիրառել, ապա վերջինս սնանկ կհայտարարվի։ Այս մասին անցած հանգստյան օրերին հայտարարել է Արմավիայի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ինտերնետային կայքերից մեկին տված հարցազրույցում։ Նա նաև հայտարարել է, որ Արմավիայի շուրջ ստեղծված վիճակի պատճառով առաջիկա ազգային ժողովի ընտրություններում ինքը քաղաքական ուժերից ոչ մեկին չի կարողանա ֆինանսապես օգնել, իր օգնությունը կլինի միայն բարոյական։ Մաշտոցի այգու շինարարության դեմ բողոքի ակտիվիստները բնապահպանները 3 հաղորդագրություն են տարածել այն մասին, որ սկսում են շուրջօրյա նստացույց պուրակում։ Ազգորաթերթը գրում է. Արդեն 1 ամիս է մենք նստացույց ենք անում Մաշտոցի պողոտայում, գիտակցելով, որ մենք տերն ենք այս քաղաքի եւ երկրի, մեր ժամանակի եւ մեր առողջության հաշվին պահանջելով պահպանել հանրային տարածքը եւ սեփականությունը եւ այն չառևտրականացնել ու զավթել մեզանից։ Մենք դադարեցրել ենք շինարարությունը, պահանջում ենք ապամոնտաժել այնտեղի շինարարությունները եւ բարեկարգել այգին։ Նրանք քաղաքական իշխանություններին վերջնաժամկետ են ներկայացրել մարտի 16-ը, որպեսզի արդեն տեղադրված կրպակները ապամոնտաժվեն եւ այգին բարեկարգվի։ Իսկ մինչ այդ ակտիվիստները հավաստիացնում են ոչ մի րոպե այգին չեն լքի եւ կշարունակեն հսկել։ Օրվա մամուլի հրապարակումների մասին այս ժամի համար այսքանը։ Ինչ են գրում թերթերը։ Որտեղ է ճշմարտությունը։ Մենք ներկայացնում ենք եւ վերլուծում։ Դուք տալիս եք ձեր գնահատականը։ Մամուլի տեսություն կամ մամուլի մոնիթորինգ։